Հանձնաժողովի հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2024 թվականի բյուջեի կատարողականը։ Հաշվետու տարում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 7 միլիարդ 264 միլիոն 247 հազար 100 դրամ։ Հաշվետու տարում աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով իրականացվել են միջհոդվածային վերաբաշխումներ, նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով վերաբաշխումներ։ 2024 թվականի կառավարության որոշմամբ ազգային ժողովին հատկացվել է 275 միլիոն դրամ միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորի 10-րդ գլոբալ համաժողովի պատշաճ կերպով կազմակերպման եւ անցկացման համար։ Ազգային ժողովը 2024 թվականին հատկացումների հաշվին կառավարության պահեստային ֆոնդ է վերաբաշխել 188 միլիոն 215 հազար դրամ կառավարության կողմից առաջնահերթ համարվող ծախսերի ֆինանսավորման համար։ Արդյունքում ազգային ժողովի ճշտված բյուջեն իր 8 միջոցառումների գծով կազմել է 7 միլիարդ 321 միլիոն 702 հազար 100 դրամ։ Դրամարկղային ծախսը 7 միլիարդ 155 միլիոն 871 հազար 100 դրամ։ Արդյունքում բյուջեն կատարվել է 97.7%-ով եւ ճշտված բյուջեի եւ դրամարկղային ծախսերի միջև շեղումը կազմել է 165 միլիոն 835 հազար դրամ, որը եւս փոխանցվել է պետական բյուջե։ 2023 թվականի համեմատ 2024 թվականի դրամարկղային ծախսը ավելացել է 211 միլիոն 338 հազար դրամով 10.3%-ով պայմանավորված ներկայացուցչական բնույթի միջոցառումների հետ, ինչպես նաև ազգային ժողովի շենքի պայմանների բարելավման շրջանակներում իրականացված ծախսերով։ 2024 թվականին ազգային ժողովի կողմից իրականացվել են հետևյալ միջոցառումները. ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ, ճշտված բյուջեն կազմել է 6 միլիարդ 535 միլիոն 345 հազար 100 դրամ, դրամարկղային ծախսը 6 միլիարդ 480 միլիոն 485 հազար 300 դրամ։ Բյուջեն կատարվել է 99%-ով։ Ծախսերի կրճատման եւ արդյունավետ կատարման արդյունքում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման մի շարք հոդվածներով, արտասահմանյան գործուղումների գծով ծախսերով, ներկայացուցչական ծախսերով, շենք շինությունների ընթացիկ նորոգման ծախսերով տնտեսվել է 54 միլիոն 859 հազար 800 դրամ։ 2023 թվականի համեմատ 2024 թվականի դրամարկղային ծախսը ավելացել է 429 միլիոն 621 հազար 900 դրամով, որը պայմանավորված է գործուղումների, ներկայացուցչական ծախսերի եւ ինչպես վերը նշեցի, միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների նիստի անցկացմամբ։ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում 2024 թվականի ճշտված բյուջեն կազմել է 1 միլիարդ 300 միլիոն 200 դրամ, դրամարկղային ծախսը 1 միլիոն 190 հազար դրամ, վերապատրաստվել է 49 պետական ծառայող, ծրագիրը կատարվել է 91%-ով։ Ազգային ժողովի դերի բարձրացման ուղղված միջոցառումների իրականացում ազգային ժողովի 2024 թվականի հաստատված բյուջեով նշված միջոցառման համար նախատեսվել է 49 միլիոն 480 հազար դրամ, դրամարկղային ծախսը կազմել է 44 միլիոն 380 հազար դրամ։ Բյուջեն կատարվել է 90%-ով, միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսվել է 5 միլիոն 100 հազար դրամ։ Իրականացրել ենք արդեն ավանդական դարձած ազգային ժողովի ամառային դպրոց ծրագիրը, որին մասնակցել են թվով 60 աշակերտներ, կազմակերպվել է միջոցառում Լոռվա մարզում տեղի ունեցած ջրհեղեղից տուժած երեխաների համար եւ նորից ավանդական դարձած ազգային ժողովի այգում նոր տարվա միջոցառումներ մեր հյուրերի համար։ Հասարակության եւ պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության եւ թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման եւ մահարձանի պատրաստման եւ տեղադրման աշխատանքների աջակցություն, դա ավելացել է մեր մոտ որպես ծրագիր նախորդ տարի։ Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ 2024 թվականի ճշտված բյուջեն կազմել է 127 միլիոն 486 հազար 800 դրամ, դրամարկղային ծախսը 127 միլիոն 407 հազար 800 դրամ։ Բյուջեն կատարվել է 99.9%-ով։ Աջակցություն կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքներին
2024 թվականի ճշտված բյուջեն կազմել է 491 միլիոն 403 հազար 700 դրամ, իսկ դրամարկղային ծախսը 396 միլիոն 181 հազար 600 դրամ, այստեղ բյուջեն կատարվել է 81%-ով, միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսվել է 95 միլիոն 221 հազար 100 դրամ, իսկ միջոցների տնտեսումը պայմանավորված է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համապատասխան որոշումների հիման վրա նպատակային ֆինանսավորման գումարներից նվազեցումներով։ Ազգային ժողովի տեխնիկական բարելավում 2024 թվականի հաստատված բյուջե վարչական սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվել է 82 միլիոն 602 հազար 300 դրամ, իսկ դրամարկղային ծախսը 72 միլիոն 371 հազար դրամ։ Ազգային ժողովի շենքային պայմանների բարելավում նշված միջոցառման համար նախատեսվել է 34 միլիոն 75 հազար դրամ, նշված միջոցառման դրամարկղային ծախսը կազմել է 33 միլիոն 855 հազար 400 դրամ։ Ցանկանում եմ նաև նշել, որ ազգային ժողովը միջազգային գործընկերության շրջանակներում իրականացրել ենք աշխատանքներ, միջխորհրդական միության երիտասարդ խորհրդարանի 10-րդ գլոբալ համաժողովն ենք անցկացրել Երևանում, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի հերթական նիստը։ Մենք նաև 2024 թվականին բավական ակտիվ շարունակել ենք մեր աշխատանքները մեր միջազգային գործընկերների հետ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, միջազգային հանրապետական ինստիտուտի, ազգային դեմոկրատական ինստիտուտի, ազգային ժողովրդավարական ինստիտուտի, ժամանակակից եւ ուժեղ խորհրդարան վարչակազմ արևելյան գործընկերության հետ եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործընկերության հետ։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։